վաղը ժամը 4-ին Վաղարշապատի Էջմիածնի դատարանում տեղի է ունենալու մի անօրինակ բան։ Հայաստանի իշխանությունները խայտառակ ճնշման քայլ են անում եւ պատմության մեջ նմանը չունեցող դեպք է արձանագրվելու։ Ուժեղ Հայաստան դաշինքի ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել է վաղը ժամը 16:00-ին Էջմիածնի դատարանի դիմաց նախատեսվող հավաքի մասին։ Քաղաքական ուժը որոշել է ազգային ժողովի նիստերին մասնակցելու փոխարեն աջակցություն հայտնել ամենայն հայոց կաթողիկոսին։ Կա առաջնահերթություն, մեր կրոնական պարտքը առաջնահերթ է մեր քաղաքական յուրաքանչյուր պրոցեսի հանդեպ։ Կարապետյանի պնդմամբ դատարանը չունի նման հարցեր վիճարկելու լիազորություն, իսկ տեղի ունեցող գործընթացը խալխլում է սահմանադրության հիմքերը։ Դատարանը իրավասություն չունի վեհապարի ուղղությամբ, հայ առաքելական եկեղեցու եռարխայի ուղղությամբ որևէ որոշում կայացնելու։ Հայաստան դաշինք խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը հայտարարել է, որ օգոստոսի 7-ին դաշինքը նույնպես ներկա կգտնվի ամենայն հայոց կաթողիկոսի եւ 6 սրբազանների գործով առաջին դատական նիստին։ Խմբակցությունը նախ կլինի ազգային ժողովում, իսկ ժամը 16:00-ին կմեկնի Էջմիածին, դատարանի շենքի մոտ։ Հեղինակավոր Reuters լրատվական գործակալությունն անդրադարձել է ամենայն հայոց կաթողիկոսի եւ 6 բարձրաստիճան հոգեվորականների նկատմամբ սկսված աննախադեպ դատական հետապնդմանը, այն որակելով որպես աշխարհի հնագույն քրիստոնեական եկեղեցու դեմ ուղղված լրջագույն իրավական մարտահրավեր։ Պարբերականը նշում է, որ սույն գործը լուրջ հարցադրումներ է առաջացնում Հայաստանում դատական համակարգի անկախության եւ եկեղեցական ներքին կյանքի գործադիրի անթույլատրելի միջամտության վերաբերյալ։ Վերջին տարիներին հոգեվորականների դեմ հաճախակիացած իրավական հետապնդումները փաստում են իշխանության կողմից ընտրովի արդարադատության գործիքակազմի կիրառման եւ ազդեցիկ քննադատներին լռեցնելու վտանգավոր միտումների մասին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնում, մեկ այլ որոշմամբ Արամ Հակոբյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից։ Իրենց պաշտոններում են վերանշանակվել նաև արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանը եւ պետական պահպանության ծառայության պետ Արթուր Գասպարյանը։ Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը կրկին ուղերձ է հղել Բաքվի բանտից։ Նա նշել է, որ խաղաղության դատավարության հերթական փուլը կարելի է համարել ավարտված։ Վերաքննիչ դատարանը գնացել է խորհրդակցության, բայց բոլորի համար պարզ է, այդ վճիռը վաղուց կայացված է։ Մեր վերջին ելույթները շատ հետաքրքիր եւ յուրահատուկ էին, բավականին արժանի ելույթներ էին, նշել է Իշխանյանը։ Դեռևս հուլիսի 17-ին ես միջնորդություն էի ներկայացրել դատարանին, որպեսզի մեղադրող կողմը դատախազությունը հաշվի առնելով ներկա ստեղծված իրավիճակը հայցը հետ վերցնի եւ քրեական գործը կարճվի, այս քրեական հետապնդում կոչված է դադարեցվի։ Տեղի վրա մերժվել է։ Ես բնականաբար ներկայացի, որ պետք է այդ երիտասարդ կազմը, որ ներկա է խորհրդակցեն իրենց վերադասնել իրենց վերադասի, սակայն տեղի վրա մերժվեց։ Ամսի 31-ին մեր վերջին նիստի ժամանակ վերջի խոսքում ես խոսքս ուղղեցի դատավորին եւ խնդրեցի առաջարկ ներկայացրի դատավորին, որպեսզի իմ այդ միջնորդության բովանդակությամբ առաջարկ ներկայացնելով, պահը օգտագործելով այդ իմ առաջարկի հնարավորությունը օգտագործելով, որպեսզի դատավորական կոլեգիան խորհրդակցի ում հետ որ անհրաժեշտ է, ովքեր որ որոշում են կայացնում եւ հաշվի առնելով երկու երկրների, երկու ժողովուրդների միջև ստեղծված նուրբ քաղաքական իրավիճակը, արտաքին քաղաքական դերակատարների դերը եւ որպես ապագայի միտված ներդրում, այս քրեական հետապնդումը դադարեցնեն եւ գործը կարճեն։ Այս հայտարարությանը զուգահեռ ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են տեղեկություն, որ Բաքվի վերաքննիչ դատարանը չի փոխել Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դատավճիռը, որոնք դատապարտվել էին մինչև ցմահ ազատազրկման։ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։ Քննարկման առանցքում ռուսական շուկա հայկական արտադրանքի արտահանման առնչվող արհեստական սահմանափակումներն են եղել։ Ռուբինյանն անհիմն է որակել կիրառված արգելքները եւ շեշտել դրանց շուտապույտ վերացման անհրաժեշտությունը։
Արմավիրի մարզի Սարդարապատ բնակավայրի ճանապարհին գտնվող բենզալցակայանն այժմ ամբողջությամբ հոսանքազրկված է։ Այսօր կեսօրին որոտացած պայթյունից հետո նախնական տվյալներով պայթյունը տեղի է ունեցել Ստորգետնյա վառելիքի պահեստարանում, ինչի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել մեկ աշխատակից եւ մեկ հաճախորդ։ Տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոն, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Թեև փրկարարական ջոկատները մեկուսացրել են վտանգը, սակայն միջադեպը հերթական անգամ վեր է հանում լցակայանների անվտանգության համակարգերի խնդրահարույց վիճակը։ Ну, на самом деле, та ситуация, которая сейчас развивается в отношениях ЕАЭС и Армении, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտնել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջև առևտրաշրջանառության կտրուկ անկման մասին։ Նա նշել է, որ այս տարի ցուցանիշը կրճատվել է 2/3-ով եւ միտումը ակնհայտորեն կշարունակվի։ Որպես վիճակագրական օրինակ Օվերչուկը հիշեցրել է, որ 2024 թվականին երկկողմ առևտրաշրջանառությունը հասել է ռեկորդային մոտ 12 միլիարդ դոլարի, սակայն նախորդ տարի այն նվազել էր, կազմելով 8 միլիարդ դոլար։ Անդրադառնալով ՀԱՏՄ-ի եւ Հայաստանի հարաբերությունների ներկայի զարգացումներին, փոխվարչապետը շեշտել է, որ ստեղծված իրավիճակը կանխատեսելի էր։ Նրա խոսքով ռուսական կողմը վերջին 3-ից 4 տարիներին պարբերաբար զգուշացրել է հայ գործընկերներին առկա ռիսկերի, մասնավորապես ապրանքաշրջանառության կրճատման մասին։ ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները ժամանել են Ղրղըզստան, մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին։ Նիկոլ Փաշինյանն արդեն մասնակցել է արարողակարգային լուսանկարահանմանը, որից անմիջապես հետո մեկնարկել են նեղ կազմով քննարկումները։ Օրակարգային հիմնական հարցերի շուրջ երկխոսությունը կշարունակվի վաղը, արդեն ընդլայնված կազմով հանդիպման շրջանակներում։ Հատկանշական է, որ Հայաստանի վարչապետը Ղրղըզստան է մեկնել ոչ թե կառավարական օդանավով, այլ Fly One ընկերության ինքնաթիռով։ Ուկրաինան հարվածել է Տվերի մարզում գտնվող Վալբերիզի պահեստին։ Սա արդեն այս տարվա ընթացքում 14-րդ հարվածն է։ Ուկրաինական ԱԹՍ-ները լոգիստիկ կենտրոնները պարբերաբար են թիրախավորում։ Հարվածների աշխարհագրությունը ընդգրկում է Վոլգոգրադի, Սամարայի, Պենզայի, Լենինգրադի եւ Տվերի մարզերի, Եկատերինբուրգի, Ռիազանի եւ Սոբինսկի շրջանի պահեստները։ Ինտենսիվության բարձր լինելու հետևանքով գրանցվել է մեկ օրում 3 հարձակման դեպք։ Տվերի մարզի պահեստում վերջին հարվածի հետևանքով զոհվել է 5, վիրավորվել 6 մարդ։ Անվտանգային շարունակական ռիսկերի ֆոնին ընկերությունը որոշել է դիվերսիֆիկացնել իր լոգիստիկան Ռուսաստանի սահմաններից դուրս։ Մինչև 2027 թվականի առաջին եռամսյակը նախատեսվել է նոր խոշոր պահեստներ շահագործման հանձնել Ղազախստանի Աստանա եւ Ալմաթի քաղաքներում։ Իսրայելի կառավարության անփոփոխ նպատակը խաղաղության ջանքերը տապալելն ու պաղեստինցիներին Գազայից վտարելն է, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը։ Ըստ նրա, Իսրայելը ձգտում է Գազան վերածել այնպիսի տարածքի, որտեղ պաղեստինցիները այլևս չեն լինի եւ չեն կարողանա ապրել։ Նեթանյահուն չի հաջողի այս քաղաքականության մեջ։ Գազայի բնակիչները շարունակելու են ապրել այնտեղ եւ կառուցել իրենց ապագան, շեշտել է Ֆիդանը։ Իսրայելը մի շարք հարվածներ է հասցրել Լիբանանի հարավին։ Ըստ Լիբանանի ազգային լրատվական գործակալության, առնվազն 4 հարված է հասցվել Բուրջ Էշ-Շիմալի բնակավայրին։ Այս հարվածները տեղի են ունենում Իտալիայում ԱՄՆ դեսպանատանը ընթացող եռակողմ բանակցությունների ֆոնին։ Պակիստանի վարչապետը բարձրաստիճան պատվիրակության եւ բանակի հրամանատարների ուղեկցությամբ պաշտոնական այցով ժամանել է Սաուդյան Արաբիա։ Իսլամաբադն էլ Ռիադի հետ բանակցություններում ակնկալում է ստանալ հերթական ֆինանսական աջակցությունը եւ գործնական հիմքերի վրա դնել նոր պաշտպանական համաձայնագիրը։ Այս հանդիպումը տեղի է ունենում Կարմիր ծովում եւ Պարսից ծոցում սրված ռազմական գործողությունների պայմաններում։ Շարիֆի տարվա ընթացքում արդեն երրորդ այցը փաստում է Պակիստանի խորացող տնտեսական կախվածությունը Սաուդյան ներդրումներից եւ չեզոք միջնորդի կարգավիճակը կորցնելու ռիսկը։ Սաուդամետ ռազմական կոալիցիային անդամակցելը լրջորեն բարդացնում է Իրանի հետ հավասարակշռված հարաբերություններ պահպանելու Իսլամաբադի նախկին ռազմավարությունը։